Բարի ուշ երեկո։ Ես խոստացել էի, որ մենք կզբաղվենք մեր հարցերով։ Ինչ է սա նշանակում։ Տեսեք, մենք արդեն արձանագրեցինք, որ ազգային ժողովում հավաքված ուժերը հիմնականում զբաղված են կամ իրենց անձնական, ընտանեկան, բիզնես շահերի սպասարկմամբ կամ ժողովրդին շեղելով եւ կարևոր թեմաներից տանելով այլ կողմ։ Արդյունքում մարդկանց բազմաթիվ հարցեր սոցիալական, տնտեսական եւ այլ չեն լուծվում, եւ մարդիկ առօրյա կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնց լուծումը չգիտեն ինչպես կարելի է ակնկալել եւ ումից կարելի է ակնկալել։ Հետևաբար, ես առաջարկում եմ, որպեսզի մենք ինքներս զբաղվենք մեզ անհանգստացնող հարցերի լուծմամբ։ Եվ առաջինը ես առանձնացրել եմ մի քանի կարևոր հարց, բայց առաջին տեղում առանձնացրել եմ վարկային արձակուրդի թեման։ Նախ, ինչ է դա նշանակում։ Տեսեք, Հայաստանում սա շատ տարածված եւ լուրջ խնդիր է։ Քաղաքացիների մեծ մասը կամ դասակարգված են կամ պրոբլեմատիկ վարկառու են դիտարկվում եւ բանկերի կողմից մշտապես կա այն մոտեցումը, որ անկախ նրանից, թե ինչ վիճակում է գտնվում քաղաքացին, նա պետք է մարի իր վարկը եւ չմարելու պարագայում տուգանքներ, տույժեր են ավելանում, տոկոսները միևնույն է հաշվարկվում են անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է գտնվում տվյալ քաղաքացին։ Այնինչ, բանկերը շատ երկրներում, թե եվրոպական, թե նույն Ռուսաստանում, Ղազախստանում, պարտավոր են այն քաղաքացիներին, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, եկամտի անկման խնդիրներ, տրամադրել վարկի արձակուրդ, վարկային արձակուրդ, այսպես ասած։ Ինչ է սա նշանակում, բացատրեմ ավելի մանրամասն։ Տեսեք, դուք վերցնում եք վարկ, գտնվում եք շատ առողջ, ֆինանսապես կայուն վիճակում։ Եվ ինչ որ պահից վատթարանում է օրինակ ձեր առողջությունը եւ դուք ֆիզիկապես չեք կարողանում այլևս սպասարկել այդ վարկը։ Ինչ տարբերակներ դուք ունեք։ Դուք պետք է գնաք բանկին խնդրեք, աղաչեք եւ բանկը իր հայեցողությամբ կորոշի արդյոք կարող է ձեզ տրամադրել վարկային արձակուրդ, թե ոչ։ Եթե չտրամադրի, ապա դուք ստիպված եք լինելու պարտք վերցնել, մտածել, թե ինչ գույք վաճառեք, եթե դա էլ չկարողանաք անեք, ապա որոշ ժամանակ անց բանկը բռնագանձման է դիմելու, դատարան է դիմելու եւ քաղաքացին ստիպված իր հետ չկապված խնդիրների պատճառով, այսինքն այդ մարդը առողջական խնդիրներ ունի եւ չի կարողանում սպասարկել այդ վարկը։ Դա չի նշանակում, որ չի ուզում, չի նշանակում, որ որոշ ժամանակ հետո չի վերականգնվելու եւ չի սպասարկելու, բայց այդ պահի դրությամբ որևէ պետական մեխանիզմ չկա, որը կպաշտպաներ քաղաքացուն։ Երկրորդ տարբերակը մարդը աշխատում է որևէ կազմակերպությունում, ստանում է ամսական օրինակ 1 միլիոն, 2 միլիոն դրամ աշխատավարձ, 500,000 դրամ էական չէ։ Եվ մարդը պլանավորելով իր եկամուտները եւ ծախսերը, սպառողական վարկ է վերցնում։ Իր հետ չկապված պատճառներով նրան աշխատանքից հեռացնում են, կրճատում են, տեսնում ենք ինչ է կատարվում նույն վերջին շրջանում Multigrupի, Multiwellness-ի եւ մի շարք այլ ընկերությունների աշխատակիցներ հայտնվել են բավականին ծանր վիճակում։ Այդ մարդիկ գուցե ունեն վարկեր, տարբեր տեղեր, նրանք չեն կանխատեսել, չէին կանխատեսել, որ իրենց հետ կարող է նման դեպք պատահել եւ բանկերին փաստացի չի հետաքրքրում այդ հարցերը եւ նրանք կամ կարող են տրամադրել վարկային արձակուրդ կամ ոչ, իրենք են որոշում։ Ինչ եմ ես առաջարկում։ Ես առաջարկում եմ օրենսդրորեն ամրագրել, որ եթե անձը ունի առողջական լուրջ խնդիրներ եւ դրանով պայմանավորված չի կարող սպասարկել իր սպառողական վարկը, ապա բանկը օրենքի ուժով պարտավոր է անձին 6 ամիս ժամկետով տրամադրել վարկային արձակուրդ։ Եվ երկրորդ դեպքը, եթե անձը ունի ֆինանսական եկամուտների կտրուկ նվազում, ոչ իր հետ պայմանավորված գործոններով, օրինակ կրճատում է տեղի ունեցել, կազմակերպությունը փակվել է եւ այլն, ապա տվյալ անձին նորից բանկը պարտավոր է տրամադրել վարկային արձակուրդ։ Տեսեք, 2020 թվականին նման նախագիծ ես հիշում եմ առաջարկվեց, որը մերժվեց կառավարության կողմից։ Այն ժամանակ պատերազմով պայմանավորված էին առաջարկում եւ հիմնավորումների մեջ նշվում էր այն, որ դա կարող է վտանգել ավանդների վերադարձը, բանկերի կայունությունը եւ այլն։ Հիմա չեմ ուզում շատ խորանալ, հետո առանձին կներկայացնեմ այդ հիմնավորումները եւ դրանց հակափաստարկները։ Իրականությունը այն է, որ այն վարկառուները, որոնք իրականում ունեն խնդիր, առողջական լուրջ խնդիրներ կամ ֆինանսական ծանր վիճակում են հայտնվել ոչ իրենց մեղքով, բանկի ընդհանուր
վարկային պորտֆելում բավականին քիչ տոկոս են կազմում եւ չի կարող դա անդրադառնալ ընդհանուր բանկի ֆինանսական կայունության վրա։ Սա առաջին, երկրորդ, այս օրենքի ընդունումը երաշխավորում է քաղաքացիների իրավունքը առաջին հերթին, որովհետեւ մենք այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում միակ կազմակերպությունները, որոնց իրավունքները 100%-ով երաշխավորված է, դա բանկերն են։ Եվ այս իրավիճակում միշտ տուժում են քաղաքացիները։ Մենք ունենք հազարներով, 100,000-ներով քաղաքացիներ, ովքեր հայտնվել են սև ցուցակներում, դասակարգվել են։ Եվ ինչի է դա տեղի ունեցել, նրանցից շատերը գուցե իրենց կյանքի ինչ-որ հատվածում հայտնվել են թեկուզ կարճաժամկետ 2-3 ամսով ինչ-որ բարդ վիճակում, որտեղ իրենց կողքին չի կանգնել ոչ բանկը, ոչ պետությունը։ Այնինչ նորմալ իրավական պետությունում, որտեղ մարդը գերագույն արժեք է, պետք է առաջին տեղում լինի այդ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Եվ սա այս օրենսդրական փոփոխությունը հենց դրան է վերաբերում։ Հիմա նշեմ, թե ինչ հարցեր է լուծում այս օրենսդրական փոփոխությունը։ Առաջին կնվազի սոցիալական լարվածությունը, երկրորդ էականորեն կթեթևանան դատարանները։ Եթե ինքներդ բացեք եւ նայեք դատալեքսում, թե ինչքան գործեր կան, որոնք վերաբերում են բանկերի կողմից անձանցից գումարի բռնագանձման պահանջին, կտեսնեք, թե դատարանները հիմնականում ինչու են այսչափ ծանրաբեռնված։ Այս օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա էականորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, քանի որ այն մարդիկ, ովքեր կարճաժամկետ հայտնվել են ինչ-որ վիճակում, որ չեն կարողանում սպասարկել իրենց վարկերը, կստանան հնարավորություն հետ վերադառնալու, կարգավորելու, լուծելու իրենց խնդիրները եւ շարունակեն նորմալ սպասարկել իրենց վարկերը, առանց հավելյալ տույժեր, տուգանքներ վճարելու եւ առանց վատթարացնելու իրենց վարկային պատմությունը։ Երրորդ, կանխատեսելի եւ պաշտպանված միջավայր կստեղծի սպառողների համար։ Մարդիկ երբ վարկ վերցնեն, կիմանան, որ եթե Աստված մի արասցե իրենց հետ ինչ-որ վատ չկանխատեսված ֆորս մաժորային իրավիճակ տեղի ունեցավ, ապա նրանք օրենսդրորեն պաշտպանված են։ Իրենց իրավունքները թողնված չի բանկի հայեցողությանը, որը ի դեպ շատ դեպքերում շատ սուբյեկտիվ է։ Նույն բանկերի մոտեցումը այնպես չէ, որ կա հստակ կանոնակարգ, որով նրանք վարկային արձակուրդ են տրամադրում։ Ոչ, շատ սուբյեկտիվ մոտեցում ունեն, առաջնորդվում են բացառապես անձնական վերաբերմունքով, այսպես ասած։ Հիմա ամենակարևորի մասին, ինչպես հասնել այս օրենսդրական փոփոխության անցկացմանը ազգային ժողովում։ Տեսեք, կա հնարավորություն, որ 50 հոգանոց նախաձեռնող խումբը օրենսդրական փոփոխությունը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո արդեն ստորագրահավաք է անցկացվում եւ 50,000 ստորագրություն հավաքվելու պարագայում արդեն օրենսդրական փոփոխության նախագիծը ներկայացվում է ազգային ժողով։ Ես առաջարկում եմ, որ մենք որպես հասարակություն վերջապես սկսենք զբաղվել մեր իրավունքներով։ Այս խնդիրը ես կարծում եմ շատ-շատերին է հուզում, եւ եթե այսօր մարդիկ չունեն նման խնդիր, ապա հետագայում ապահովագրված չեն նման իրավիճակներում հայտնվելուց։ Հետևաբար սա վերաբերում է յուրաքանչյուրին, անկախ քաղաքական կողմնորոշումից։ Ես վստահ եմ, որ մենք սա կարող ենք անել միասին։ Այս պահի դրությամբ մեզին չէ պետք։ Մեզ պետք է, որպեսզի ձևավորենք 50 հոգանոց նախաձեռնող խումբ։ Ես ստորև մեկնաբանությունների դաշտում կտեղադրեմ հղումը, որտեղ պետք է լրացնեք ձեր տվյալները, եթե ցանկանում եք միանալ նախաձեռնությանը եւ ցանկանում եք նախաձեռնող խմբի անդամ լինել, ապա լրացրեք այնտեղ նշված հարցերը եւ 50 հոգանոց խումբը ձևավորվելու պահից սկսած մենք արդեն կսկսենք աշխատել ստորագրահավաքի ուղղությամբ։ Ես նպատակ ունեմ մինչև սեպտեմբեր հավաքել այդ 50 հոգանոց նախաձեռնող խումբը։ Ես նաև ի դեպ կդիմեմ քաղաքական այն կուսակցություններին, որոնք ազգային ժողով չեն անցել, արտախորհրդարանական ուժերին, թող նրանք էլ մասնակցեն։ Ի վերջո, գիտեք, քաղաքական կուսակցության պատասխանատվությունն է նաև զբաղվել ժողովրդին հուզող խնդիրներով, զբաղվել մարդկանց հարցերը լուծելով։ Քաղաքական կուսակցության իմաստը ընտրություններին մասնակցելը չի միայն, այլ նրանք պետք է վերջապես գիտակցեն, թե ինչ է նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ Ինչը այս պահի դրությամբ չեն գիտակցում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, եւ փաստացի մենք հանրությունը ստիպված ենք մեր հարցերով ինքներս զբաղվել։ Այդ հնարավորությունը կա, եկեք զբաղվենք։ Մենք վերջապես պետք է կարողանանք բանկեր-քաղաքացի փոխհարաբերությունները հավասարակշռել, որովհետև այսօր այդ հարաբերություններում
գերիշխող են բանկերը եւ քաղաքացու իրավունքները, շահերը հիմնականում ոտնահարվում են։ Եկեք միասին հասնենք այս օրենսդրական նախաձեռնության անցկացմանը։ Ես վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել։ Ես վստահ եմ, որ մենք հանրությունը կարող ենք վերջապես սկսել օրակարգ թելադրել եւ ստիպել, որպիսի թե իշխանությունը, թե ընդդիմությունը անեն այն, ինչի համար իրենք կոչված են, ինչի համար նրանք վճարվում են մեր կողմից, մեր տրված հարկերից։ Մենք վերջապես պետք է դուրս գանք այն անպտուղ եւ անիմաստ քննարկումներից, որտեղ բացի վիրավորանքից, հայհոյանքից, ինչ որ մասկի շոուներից, ներկայացումներից, որոնք մեզ ներկայացնում են թե իշխանությունը, թե ընդդիմությունը, այլ բան չկա։ Եվ մարդկանց առօրեական խնդիրները ոչ թե երկրորդ, այլ առհասարակ ընդգրկված չեն ոչ իշխանության, ոչ ընդդիմության օրակարգում։ Իսկ այսպես երկար չի կարող շարունակվել, քանի որ իրավիճակի նման զարգացման պարագայում մարդիկ այլևս սկսելու են պետությանը չվստահել, տեսնելով, որ պետության կողմից չունեն իրենց իրավունքների պաշտպանվածություն, սոցիալական երաշխիքներ եւ որևէ աջակցություն։ Արդյունքում մենք ունենալու ենք ուղղակի քաղաքացիների կողմից անտարբեր վերաբերմունք պետության նկատմամբ։ Հաշվի առնելով, որ այսօր հանգստյան օր է, ես միայն կարճ ներկայացրեցի, թե ինչ նախաձեռնություն ունեմ։ Նորից նշեմ, որ ներքևում կտեղադրեմ հղումը, խնդրում եմ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ովքեր կարծում են, որ պետք է այս օրենսդրական փոփոխությունը կատարվի, անցեք այդ հղումով, պատասխանեք հարցերին, նախաձեռնող խմբի անդամ դարձեք, տարածեք այս տեսանյութը, ինչպես նաև ուղարկեք հղումը հարցերի այն մարդկանց, ում կարծում եք, որ կարող են ներգրավել։ Ես ինքս մինչև սեպտեմբեր կզբաղվեմ քաղաքական ուժերի հետ այս հարցի շուրջ խոսելով, խոսքս արտախորհրդարանական քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ խորհրդարանական քաղաքական ուժերին կհասնենք միայն 50 հոգանոց նախաձեռնող խումբը ձևավորելու եւ 50,000 ստորագրություն հավաքելուց հետո, իսկ ես վստահ եմ մենք դրան կհասնենք միասին։ Այս պահի դրությամբ շատ կարևոր է նախաձեռնող խմբի ձևավորումը։ Մինչև սեպտեմբեր ես մանրամասն կներկայացնեմ այս օրենսդրական նախաձեռնության հիմնավորումները, իրավական ձևակերպումները, ինչպես են պատկերացնում, ինչ հակափաստարկներ կարող են բերել իշխանությունները, ինչ հակափաստարկներ մենք կարող ենք հակադարձել իշխանությանը, միջազգային փորձը եւ այսպես շարունակ։ Եվ ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հասնել նրան, որ այն հարցերը, որոնք անտեսված են թե իշխանության, թե ընդդիմության կողմից, վերջապես գան առաջին պլան, ընդգրկվեն օրակարգում, մեր շնորհիվ, հանրության շնորհիվ։ Այսօր այսքանը, լավ եղեք, պարտադիր տարածեք այս տեսանյութը, լրացրեք ներքևում դրված հղման մեջ եղած հարցերը, մինչ նոր հանդիպում, լավ եղեք։